Հիշում եմ մարզիկներին, որ պետք է առաջին հերթին լսել իրեն, չմոռանալ կանոնների մասին, պահպանել բոլոր կանոնները օգտագոնում եւ հաշված վայրկյաններ անց Ես մոտ կսկսվի մենամարտը Արման Ծառուկյան Դեն Հուկեր մեր հայրենակիցը կոնտենդերի կոչման համար է մենամարտում ասել է թե հաղթանակի դեպքում Իլյա Տոպուրյան այլևս ոչ միտեղ չի կարող փախչել Արմանը նշեց որ եթե հաղթի Դեն Հուկերին հունվարին պատրաստ է ընդունել մարտահրավերը Իլյա Տոպուրյայի ու մենամարտել չեմպիոնական գոտու համար բայց հիմա ամբողջ ուշադրությունը օգտագոնում Դեն Հուկերի դեմ մենամարտին Արման Ծառուկյանը պետք է Այսօր ցույց տա թե ինչի ընդունակ եւս մեկ անգամ 5 ռաունդ 5 րոպե տևողությամբ մենամարտի ենք հետևելու միասին հարգելի հեռուստադիտողներ վերցրեց ոտքը հիմա Հուկերը Արմանի բայց չկարողացավ ոչինչ անել նա անջեց Արմանը հասակների տարբերությունը իհարկե բավականին շատ է եւ դա իհարկե կարող է խնդիր լինել եթե Դեն Հուկերը տարածության վրա փորձի աշխատել 12 սանտիմետր ավելի բարձրահասակ է Հուկերը Արմանից ու նա նշել էր որ իր հաղթաթուղթը այս մենամարտում կարող է հենց բարձրահասակ լինելը այլ կերպ ձևակերպեմ խոսքս հասակը կարող է նրան օգնել այս մենամարտում Քիքերով է աշխատում տարածության վրա բայց նկատեցիր տարածություն կրճատելը ընդհանրապես խնդիր չեղավ Արմանի համար ու քիչ էր մնում առաջին թեյքդաունը տեսնեին բայց քիչ էր մնում սա երևի թե ամենակարևոր հանգամանքն է որ պետք է Արմանը փորձի մրցակցին պարտեր տեղափոխել իսկ պարտեր դրությունում միանշանակ Ծառուկյանը մի քանի անգամ ավելի կարող է պայքար առաջարկել քան մրցակիցը Առայժմ կլինչում են մարտիկները, դեռևս ինչ-որ լուրջ գործողություն չենք տեսնում, բայց պտտվեց Հուկերը դուրս եկավ։ Եվ ծնկով Արմանը աշխատեց, շատ լավն էր Արմանի հարվածը, հիմարներ է բաց թողնում հիմա, քիքը լավն է։ Պետք է շարունակել նույն տեմպով, և իջարվածներ էին Արմանի։ Շատ լավ գրոհ էր հիմա։ Գրոհ առ գրոհ պետք է փորձի հոգեբանորեն ճնշել մրցակցին ու ստացվում է Արմանի մոտ եւս Ցնցված է ինձ թվում է Դեն Հուկերը պետք է շարունակել այս ոճով բայց չմոռանալ պաշտպանության մասին լակի փանչն է Դեն Հուկերի հույսը հանկարծ պետք չէ թույլ տալ որ նա այդ հարվածն անցկացնի դիմարն էլ անցավ Արմանի ու կողային ձախն էլ հասնում է նպատակին գերազանց աշխատանք Արմանի կատարմամբ գնաց առաջ ու ստիպված է հիմա որսալ մրցակցին Դեն Հուկերը որ բաց չթողնի հարվածներ բայց պետք չէ մոռանալ դեպի մասին ամենակարևորը հենց դա է ազատվել է պետք այս իրավիճակից Արմանը շատ լավ պտտվեց հիմա ու գցում բայց պետք է դուրս գալ հանկարծ պարանոցը չտալ երրանք բրավո Արման գերազանց աշխատանք հիանալի ռիվերս կատարեց բրավո Արման տպավորեց Արմանը այդ գործողությամբ Եվ հիմա իր համար հարմար դիրք է, ճիշտ է այդքան էլ հարմար չէ դիրքը, բայց հարմար է այն առումով, որ Արմանը պարտեր դրությունում է ու հիմա կարող է այստեղից զարգացնել արդեն իր հաջողությունը, արգելափակել է ձեռքը, աջ ձեռքը, Հուկերի թույլ չի տալիս հիմա աջ ձեռքով աշխատել, ձախն էլ պետք է փորձել ինչ-որ կերպ ոտքի տակ վերցնել եւ դրանից հետո չի բացառվում արմունկով հարվածները Արմանի Խնդիրն այն է, որ հիմա շատ մոտ է Կիսանկյունին Հուկերը չի ստացվում Արմանի մոտ օրինակ բացել ձեռքը կոտրող հնարքով, բայց միևնույն է զարգացնել հաջողությունը այստեղ ավելի շատ կարող է Արմանը Հուկերը մեծ հաշվով շատ տեղաշարժ չունի ոտքերով միայն այս հատվածում իհարկե կարող է Հուկերն աշխատել, լույսը դնել այն բանի վրա, որ Արմանը կորցնի զգոնությունը ու ոտքերով կարողանա պահել Պարանոցը կամ վերցնել ձեռքը, բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, Արմանը չի տա այդքան հեշտությամբ թե ձեռքը թե պարանոցը, միևնույն է դրվագը կրկնում եմ հօգուտ Արմանի է զարգանում, արմունկով հարվածները բավականին լավ ապացույց էին խոսքերից։ Հիմա լավ ձեռքը անցկացրեց Արմանը, հարցն այն է փորձում է կոտրող հնարքի գնալ, թե պարանոցը վերցնել, ավելի շատ հարվածային հնարքի է փորձում գնալ, ազատել աջ ձեռքից ազատվել աջ ձեռքով Եվ ձախով արդեն հարվածներ անցկացնել, սա է Արմանի Հիմա մտահղացումը հարվածներ, պետք է զարգացնել հաջողությունը Հիմա մրցավարը պետք է միջամտի ոտքերով իրեն օգնում է Հուկերը Բայց միևնույն է դիրքը ամենևին էլ Նոր Զելանդացու օգտին չէ Եվ Արմանը կարող է հարվածներ անցկացնել մինչև ռաունդի վերջնամասը
տպավորեց նաև Արմանը վերևում։ Շատ լավ ստրայքինգ ցուցադրեց։ Եվ կանգնում է, սա խնդիր է արդեն Հուկերի համար, պետք է հիմա Արմանը փորձի զարգացնել։ Չէ, միայն հիմա է միջամտում Գոդարը։ Եվ 10 վայրկյան, այս է պահը Արմանի, լավն են արվածները, միանշանակ առաջին ռաունդը վերցրեց Ծառուկյանը։ Ափսոս, որ ժամանակն ավարտվեց, այս դիրքը զարգացնելու դեպքում կարելի էր նաև առաջին ռաունդում ամեն ինչ ավարտել, բայց Հուկերը լուրջ խնդիրներ ունի, ընդ որում այն ասպեկտում, որտեղ պետք է որ փորձ էր դիմակայել Արմանին, այն է վերևում աշխատանքը չստացվեց ամենևին Նոր Զելանդացու մոտ։ Բրավո Արման։ Վնասվածքներն արդեն նակներև են։ Հուկերի ռաունդ առ ռաունդ ծնկով հարվածը ֆիքսեք, այստեղից ամեն ինչ սկսվեց։ Նշանակ էլ ավելի են խորանալու այդ վնասվածքները։ Հուսանք, որ ռաունդների վրա չբաշխի Արմանն իր ուժերը եւ անմիջապես կարողանա գտնել այն պահը, որի համար դուրս է եկել օկտագոն։ Ամենայն դեպս առաջին ռաունդում լավ աշխատեց Արմանը։ Մրցակիցը այդքան էլ հաջող չկարողացավ օգտագործել կանգնած դրությունում իր շանսերը։ 32 դիպուկ հարված Արմանից, 21 ընդհանրապես։ Հուկերից եւ 1 թեյքդաուն Ծառուկյանի անվան դիմաց։ Առաջին ռաունդը բնականաբար Արմանինն է։ Արդեն հեմատոմա ունի ձախ աչքի հատվածում։ Հուկերը Արմանը պետք է տեսնի այդ ամենը եւ փորձի շարունակություն գտնել նաեւ այդ հատվածում։ Կրկին քիքերով է սկսում Հուկերը, ոչ մի տարբերություն առաջին ռաունդի հետ համեմատած։ Չնայած բարձրահասակ է Հուկերը, չնայած կարողանում է քիքերը անցկացնել, բայց ամենևին էլ արագաշարժ չէ, Արմանը շատ արագ կարողանում է տարածություն կրճատել, այս ասպեկտում կարող է զարգացնել հաջողությունը մեր հայրենակիցը։ Բաց է թողնում դիմար արվածը հիմա Ծառուկյանը։ Իհարկե այլ ընտրանք պարզապես չունի մեր հայրենակիցը, պետք է գնա առաջ, պետք է կրճատի տարածությունը, որպեսզի կարողանա աշխատանք կատարել։ Երկու վտանգավոր հարված տեսանք Հուկերից, բայց գծումը կա։ Պարանոցը պետք չէ հիմա բաց թողնել, շատ գեղեցիկ ռիվերսեր, ինչ է անում Արմանն այսօր։ Իհարկե մի պահ շունչներս պահեցինք, բայց ամենակարևորը, որ մեր հայրենակիցը վերևից է աշխատելու։ Անցավ Բենել Դարյուշին 4-րդն է ամենաշատ թեյքդաունների քանակով այս դիվիզիոնում, 32 թեյքդաուն արդեն։ Ու հարվածներ, այո, դիրքը լավն է հիմա, արդեն դիրքը լավն է Արմանի, այստեղից կարող է հարվածներ անցկացնել ու անցկացնում է, սա շատ կարևոր է, որ կարողանալ ու կատարել այն ինչ պետք է, կատարի մարզիկը, իսկ Արմանը անում է այն ինչ իրոք սպասում են նրանից մարզիչները ու երկրպագուները։ Դիրքը պետք է բարելավել, Հուկերը այստեղ վտանգ իրենից չի ներկայացնում, միայն կարող է պաշտպանվել։ Հարվածներ չի անցկացնի, որովհետև յուրաքանչյուր հարվածի փորձ Հուկերի կողմից կարող է լինել վտանգներով, ձեռքը կբացի ու Արմանը 1-2 հարվածի ճանապարհ միանշանակ կգտնի։ Այո, Արմանը կփնտրի իր ճանապարհը, Արմանը կգնա հարվածի հետևից ու կփորձի Սիլվայի դեմ մենամարտի սցենարը կրկնել այսօր։ Արմանը հիմա արդեն սկսում է հաջողել Արմանը աշխատանք այդպես է շարունակել պետք ու շատ մոտ է հաջողության Արմանը, պետք է գնալ մինչև վերջ այս ոճով։ Այո, սա կարող է լինել հաղթանակի բանալի։ Ժամանակ կա 2.5 րոպե Արմանկով հարվածները շարունակել է պետք։ Հուկերը ծանրագույն վիճակում է։ Ոտքերով է փորձում պաշտպանվել, բայց չի ստացվում Հուկերի մոտ, Արմանը կարողացել է ֆիքսել ոտքը ու կրկինել Արմանից, ինչ լավ է աշխատում։ Շարունակել է պետք, այնքան որ Մարկ Գոդարը միջամտի։ Առայժմ դրա կարիքը չկա, բայց ամեն ինչ կարող է փոխվել շատ արագ։ Պետք է ազատել աջ ձեռքը արգելափակված է Արմանի։ Եվ գերազանց աշխատում է ձախ Արմանկով, ինչ ճկունություն է ցույց տալիս մեզ մեր հայրենակիցը։ Ու հիմա կարծես եթե ազատում է ձեռքը, ինչն անում է Արմանը։ Բացեց ու ճանապարհ է փնտրում հարված անցկացնելու ու ակնհայտ է տարբերությունը մարզիկների միջև։
Ակնհայտ էր տարբերությունը կանգնած դիրքում։ Հիմա ակնհայտ է պարտեր դրությունում։ Թևատակից է տանում բռնվածքը, հիմա ու կարող է խեղդել Արման Ծառուկյանը, Կներակին է տվել մոտ է հիմա աղջանակին։ Փակել է մրցակցի առաջ խաղացման ճանապարհը, չի կարող այստեղից ոչինչ անել։ Դեն Հուկերը ոչինչ չի կարող անել, փորձում է, բայց սեղմում է Արմանը վերջ։ Բրավո Արման Ծառուկյան։ Արման Ծառուկյանի հաղթանակը կասկած չէր հարցում, պարզապես լինեինք, պետք էր մի փոքր լինել օբյեկտիվ, իսկ օբյեկտիվ լինելու պարագայում միևնույն է, պարզական մեկտաբանը խոսելու է իր հայրենակցի առավելության մասին։ Արման Ծառուկյանը եւս մեկ անգամ ապացուցում է, որ թեթև քաշային կարգում առաջին համարն է եւ նա կրկին կոնտենդեր է։ Իլյա Տոպուրյա, սպասիր Արման Ծառուկյանին։ Ավելի դոմինանտ, ավելի սառնասիրտ մենամարտ դժվար է պատկերացնել։ Այնինչ արեց Արմանը ապացույցն է այն բանի, որ Իլյա Տոպուրյան պետք է լինի նրա հաջորդ մրցակիցը։ Այո, նա խոսում էր այն մասին, որ մինչև այս մենամարտը նրան պետք է տրամադրեին չեմպիոնական մենամարտ, բայց քանի որ երկար ժամանակ էր բացակայել Արմանը, Հանթերը եւ Դանան միասին որոշում կայացրեցին, որ այո, Արմանը առաջին համարն է, բայց նա պետք է նախ մեկ մենամարտ եւս անցկացնի, ապացուցի իր առաջին համարի կարգավիճակը, որից հետո նոր Իլյա Տոպուրյայի հետ մենամարտ կստանա։ Իսկ Արմանը նշեց, որ այս մենամարտում հնարավոր հաղթանակը տոնելուց հետո նա պատրաստ կլինի ընդամենը 2 ամիս անց վերադառնալ օկտագոն եւ մենամարտել չեմպիոնական գոտու համար։ Իսկ այսօր Արմանը ապացուցեց, որ այո, ֆանտաստիկ մարզիկ է, այո, ֆենոմենալ հնարավորությունների տեր մարզիկ է եւ նա կարող է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն։ Այստեղ ուսով փակել էր եւ Չիմայևը ինչպես է ուրախանում միջին կաշային կարգի չեմպիոնը։ Իհարկե, ընկերներ են Արմանը եւ Չիմայևը ու այսօր եւս մեկ քայլով մոտենում է հերթական չեմպիոնական գոտուն։ Արման Ծառուկյանը, ինչու հերթական, որովհետև Չիմայևը արդեն մոտեցավ եւ վերցրեց ուղեղ ուսով սեղմելով մրցակցի ուսի մասին է խոսքը։ Մյուս կողմից էլ արդեն բռնվածքով, արմնկով կարողացավ բավականաչափ ուժ գործադրել եւ պարզապես դադարեցրեց Սարյան շրջանառությունը դեպի ուղեղ։ Իսկ այդ պարագայում կամ մարզիկը պետք է քնի, ինչը շատ մոտ էր, կամ պետք է հրաժարվի մենամարտից, ինչը արեց բնականաբար Դեն Հուկերը, այլ ընտրանք չուներ պարզապես նորզելանդացին։ Արման Ծառուկյանը այսօր հաղթում է ու եւս մեկ անգամ կրկնեմ ապացուցում իր կոնտենդերի կարգավիճակը։ Այլ ընտրանք չունի նաեւ Դանա Ուայթը, կարծում եմ պետք է Արմանին տրամադրել չեմպիոնական մենամարտ։ Հավատացեք, Փեդի Փիմբլեթի եւ Ջաստին Գեյջի անունները Արման Ծառուկյանի թվա, որ մեր հայրենակիցն է, դա է պատճառը, որ մենք այսպես ենք արձագանքում։ Հայրը իհարկե։ Այո, Նայիրի Ծառուկյանը 2017 թվականից հետո առաջին անգամ եկել էր որդու մենամարտը դիտելու։ Ամբողջ այս հատվածում, երբ կատարում մարզումներ էին անցկացնում Արմանը եւ նրա մարզչական շտաբը, հայրը նրա կողքին էր եւ Արմանի հետ միասին հետևում էր այդ ամենին։ Արման Ծառուկյանը թեթև քաշային կարգում առաջին համարն է եւ ապացուցում է իր առաջին համարի կարգավիճակը։ Հաղթում է Դեն Հուկերի